Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Քննարկումը սկսենք պաշտոնական տեղեկագրից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ներքին գործերի նախարարների միջև սերտ համագործակցությունը և հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով։ Վլադիսլավ Կոնդրատովիչը անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը, ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունավետ իրականացնելու նպատակով և ոչ միայն։ Հանդիպանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Իդեպ վարչապետը այսօր Facebook-յան գրառմամբ է հանդես եկել, այսպիսով հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի, իդեպ նախորդ երկուշաբթի օրվա համեմատ թիվը լրացնողների ավելացել է 1842-ով, նրանք ետ են ստացել 1 միլիարդ 141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,7 դրամ է։ Այս մասին, ինչպես ասացի, նշել է վարչապետը Facebook-յան իր էջում։ Իսկ ահա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացման վերաբերյալ հարցեր, բացի այդ համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցերը։ Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Բարեբախտաբար ուժասներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Փոխարենը արձագանք ունենք Ֆրանսիայից պաշտոնական արձագանքը հետևյալն է, Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բորոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն ձերբակալված հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Այս մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Լյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Ժան-Նոել Բորոն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը, հույս հայտնելով, որ այդ լարվածության զսպման գործում իր ներդրումը կարող են ունենալ Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, մեջբերեմ իր խոսքը. Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով, հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի այս լարվածությունը վերահսկելու և զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին, մեջբերման ավարտ նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Թե ինչպես և ենթադրվում էր, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում հիստերիա է բարձրացվել Ֆրանսիայի այս հայտարարությունների առիթով։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անհեթեթ հայտարարություն է արել, Փարիզին անվանելով, մեջբերում եմ, երեսպաշտ։ Ադրբեջանը, որ մշտապես զենք է ստանում տարբեր երկրներից և ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, մեղադրել է Ֆրանսիայի երևանյան մահաբեր զենք մատակարարելու մեջ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Բաքուն իմիջիայլոց առաջ է քաշել ևս մեկ անհասկանալի պահանջ, շակերտավոր վերջ տալ ապակայունացնող արտաքին միջամտություններին, այդ թվում Ֆրանսիայից, նշել են
Բաքվից։ Ավանդաբար իհարկե այս ամբողջ ռեալիզմը ներառում է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, հայ ռազմագերիների ազատ արձակելու ֆրանսիացի նախարարի կոչին կտրուկ արձագանքել է նաև Ալիևի ենթակա գրասենյակը։ Թանանք առաջ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի շարք լրատվամիջոցներին, այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից եւ կից ներկայացնում կարճ տեսանյութ։ Այս պահին տեղափոխվենք Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Այս մասին հայտնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանձնաժողովը գրանցումը ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով Մարտուն Գրիգորյանը ավականու անդամության ինքնաբարձակ է հայտնել, այսպիսով հիշեցնում ենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայները ստացել են ՔՊ-ականները, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, Գյումրու ավականու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալու է Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս ընտրվի քաղաքապետ։ Կանք ազգային ժողով, ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը այսօր ընդունել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լոգոդինսկիին, այս մասին հայտնում է ազգային ժողովը, քննարկվել են Հայաստան-Եվրոմիություն համագործակցության խորացման առնչվող մի շարք հարցեր, Ռուբեն Ռուբինյանը խոսել է Հայաստանի քաղաքացիների համար Եվրոմիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին։ Կողմերը ընդգծել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ Հանդիպմանը մասնակցել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանյան ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ Տեղափոխվենք Երևան, ցավալի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում, այսօր վարաերթ է տեղի ունեցել Երևանում, կենտրոնում ժամը 1:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա ՀՄ-ն իր վարած Ման Մակնեշի Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Երևանի Մաշտոց Թումանյան փողոցների խաչմերուկում հետիոտների համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմեին։ Վրաերթի ենթարկվածը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ, ավտոբուսը իդեպ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Երևան ավտոբուս ՓԲ-ի հաշվեկշռում եւ սպասարկում է թիվ 36 երթուղին։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաեւ ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համակարգության գրասենյակի տնօրեն Զաքարե Բարթերը եւ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։ Ողջունելով դեսպանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը կոմիտեին ստեղծման եւ կայացման գործում, ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն հայտնելով կոմիտեի նորանշանակ նախագահային ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմը իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Հանդիպման ավարտին կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղությունները ու ոլորտները ել ավելի կընդլայնվեն։ Այս պահին տեսնենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Ռոմում։ Այս մասին վկայակոչում են իրավիճակին ծանոթ երկու աղբյուր։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկխոսությունը տեղի կունենա Օմանում։ Աղբյուրների համաձայն բանակցությունների անցկացման վայրի փոփոխությունը առաջարկել է ամերիկյան կողմը։ Թեև բանակցությունների երկրորդ փուլը Օմանում չի կայանա, սակայն ներկա կլինեն Օմանի միջնորդները։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը, որը տևել է ավելի քան 2.5 ժամ։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։ Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին ծրագրված այցով կմեկնի Մոսկվա, քննարկելու ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է 100,000 սպանված զինծառայողի մասին տեղեկությունը։ Ավելի վաղ ամերիկյան CBS-ը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը նման բան է ասել հարցազրույցում։ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ Զելենսկին նման բան չի ասել, իսկ 100,000 զոհի մասին տեղեկությունը հնչում է ռեպորտաժում եւ կադրից դուրս։ Հիշեցնենք, որ ըստ CBS-ի հրապարակման Զելենսկին ասել էր հետեւյալը. «Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը եւ չկա ավելի բարձր գին։ Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով, բայց ամենակարևորը մենք տվել ենք մեր ժողովրդի կյանքը»։ Ռուսաստանի Դաշնությունը սպանել է 100,000 ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ եւ ավելի քան 600 երեխա։ Ռուս զավթիչները նաեւ 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների եւ 1700-ը դպրոցների վրա։ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակական սպառնալիք է ներկայացնում ու ըստ այդմ հունական ուժերը պատրաստ են գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։ Խուպիսը մասնավորապես նշել է. «Եթե Թուրքիայից հարձակում լինի, մեր զինված ուժերը պատրաստ են եւ ի զորու են 5 րոպեում հակահարված տալ»։ Խուպիսի այս հայտարարությունը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել եւ մեկնաբանվել որպես սկանդալային խոսքեր։ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Աշ-Շարան եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նրանց Աբու Դաբիի Ալ-Շատի պալատում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ-Նահյանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը Սիրիայի անցումային գործընթացում մարտահրավերներին դիմակայելու եւ երկրի վերակառուցմանն օժանդակելու հարցում։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը կրկին շեշտել է իր երկրի հաստատուն դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում։ Սա Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի առաջին այցն է Արաբական Միացյալ Էմիրություններ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Էկվադորի ազգային ընտրական խորհուրդը գործող նախագահ Դանիել Նոբոային ճանաչել է երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող։ Ավելի վաղ ընտրություններում Նոբոայի մրցակից Լուիսա Գոնսալեսը հրաժարվել էր ընդունել իր պարտությունը եւ կոչ էր արել վերահաշվարկել ձայները։ Արձանագրությունների 92.64%-ի մշակումից հետո Նոբոայի օգտին քվեարկել է ընտրողների 55.88%-ը, իսկ Գոնսալեսի օգտին 44.12%-ը։ Թեկնածուների միջև տարբերությունը կազմում է ավելի քան 1.1 միլիոն ձայն։ Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Խոսքը վարչական եւ դիվանագիտական անձնակազմի անդամների մասին է, որոնք կապված են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հետ։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Ալժիրն արտաքսում է դիվանագետներին ի պատասխան հանցագործություններ կատարելու համար Ֆրանսիայից Ալժիրի 3 քաղաքացիների արտաքսման։ Ինչպես նշել է Բարոն, Ալժիրի այս քայլը անպատասխան չի մնա։ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանման պատճառով ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ պատասխան տուրքերի սահմանումը չի բխի ճապոնացի ժողովրդի շահերից։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան խորհրդարանում ելույթի ժամանակ։ Ես կտրականապես չեմ ասում, թե մենք պատասխան մաքսատուրքեր չենք սահմանի, բայց մենք մտածում ենք, թե ինչը ձեռնտու կլինի առաջիկա բանակցություններում, ասել է նա, նշելով, որ էներգիայի եւ պարենային ապրանքների գների արագ աճի
համատեքստում պատասխան մաքսատուրքեր սահմանելը չի բխի Ճապոնիայի եւ նրա ժողովրդի շահերից։ Ներկայում Ճապոնիան պատրաստվում է մաքսատուրքերի շուրջ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների, որոնք ըստ տեղեկատվության տեղի կունենան ապրիլի 17-ին Վաշինգտոնում։ Միջերկրական ծովում տեղի են ունեցել բարեկամության կամուրջ 2025 երկկողմ ռազմածովային զորավարժությունները Ռուսաստանի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ապրիլի 6-ից մինչև 10-ը երկու երկրների ուժերը մշակել են համատեղ զորավարժության մի շարք դրվագներ։ Ռուսաստանի եւ Եգիպտոսի զինվորական նավաստիները մշակել են հսկող խմբերի համատեղ գործողությունների ալգորիթմը։ Նավերի սպառազինությունից հրետանային գնդակոծություններ իրականացրել ծովային թիրախի ուղղությամբ։ Ռուս-եգիպտական առաջին ռազմածովային բարեկամության կամուրջ զորավարժությունը տեղի է ունեցել 2015 թվականին։ Հյուսիսային նավատորմի ուժերը այս զորավարժություններին մասնակցել են առաջին անգամ։ Տաջիկստանում ապրիլի 14-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպա միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտ քաղաքից 37 կիլոմետր հեռավորության վրա։ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով վերջին 2 օրվա ընթացքում Տաջիկստանի տարբեր շրջաններում 3 երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա։ Բացի այդ, ավերվել են 94 բնակելի շենքեր, հասարակական շինություններ եւ Գյուլհանի գյուղի դպրոցի օժանդակ մասնաշենքը։ Տաջիկստանում ստեղծվել է հանրապետական հանձնաժողով երկրի փոխվարչապետի գլխավորությամբ։ Հանձնաժողովը տեղում ուսումնասիրում է իրավիճակը, գնահատում վնասները եւ համակարգում աշխատանքները երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, առաջիկա րոպեներին Հայ Կիրճ կներկայացնեմ ներամերիկյան սոցիալ-տնտեսական լուրերի ընտրանին։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել ավելի քան 6000 ողջ ներգաղթյալների դասակարգելու որպես մահացած եւ չեղարկել նրանց սոցիալական ապահովության համարները, փաստացի զրկելով նրանց աշխատելու կամ նպաստներ ստանալու հնարավորությունից։ Ըստ The Guardian-ի հրապարակման, այս քայլը կդժվարացնի նրանց օգտվել բանկերից կամ այլ հիմնական ֆինանսական ծառայություններից, որոնք պահանջում են սոցիալական ապահովության համար Social Security Number։ Այս մասին պաշտոնական հայտարարություն Սպիտակ տունը դեռ չի արել, սակայն ըստ The Guardian-ի հրապարակման, այս քայլով Սպիտակ տունը մտադիր է դրդել որոշ ողջ ներգաղթյալների ինքնակամ լքել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքը եւ վերադառնալ իրենց ծննդյան ծագման երկրները։ Սոցիալական ապահովության համարը եզակի 9 նիշ ունեցող համար է, որը տրվում է դաշնային կառավարության կողմից ԱՄՆ քաղաքացիներին, մշտական բնակիչներին եւ ժամանակավոր աշխատողներին տարբեր պաշտոնական եւ ինքնության հաստատման նպատակներով, ներառյալ եկամուտների հաշվառումը եւ սոցիալական ապահովության համակարգում ներդրումների հետևումը։ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության IRS-ի հանձնակատար Մելան Քրաուզը հրաժարական է տալու այն բանից հետո, երբ միգրացիայի եւ մաքսային հսկողության ծառայությունը ICE-ը թույլտվություն ստացավ մուտք գործել հարկ վճարողների տեղեկություններին։ ICE-ի նպատակն էր հայտնաբերել ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին։ Մելան Քրաուզը IRS-ի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր այս փետրվարից։ Քրաուզից առաջ IRS-ի հանձնակատար Դուգլաս Օ'Դոնելը փետրվարին հայտարարեց իր պաշտոնաթողության մասին մոտ 40 տարվա ծառայությունից հետո, այն բանից հետո, երբ Իլոն Մասկի կառավարության արդյունավետության բաժինը մուտք ստացավ IRS-ի հարկատուների տվյալներին։ Իսկ այս երկուշաբթի Թրամփի վարչակազմը ներկայացրեց փոխըմբռնման հուշագիր, սահմանելու մեխանիզմ եւ կանոնակարգեր, որոնց միջոցով ICE-ը կարող է դիմել IRS-ին այն քրեական գործերի հետաքննությունները շարունակելու համար, որոնք վերաբերում են ապօրինի ներգաղթյալներին, ովքեր հրաժարվում են կամ ձախողել են լքել Միացյալ Նահանգները դատավորի վերջնական արտաքսման հրամանից հետո 90 օրվա ընթացքում։ Կալիֆորնիայի նահանգային իշխանությունը ներկայացրել է նոր օրինագիծ, որը թույլ կտա որոշ գոտիներում գտնվող բարերին եւ ռեստորաններին ալկոհոլային խմիչք մատուցել մինչև առավոտյան ժամը 4-ը 2026 թվականի հունվարի 1-ից սկսած։ Գործող օրենքով ալկոհոլի վաճառքը ամբողջ նահանգում արգելված է առավոտյան 2-ից մինչև 6-ը։ Առաջարկվող օրինագիծը նախատեսում է ստեղծել լրացուցիչ մատուցման ժամերի լիցենզիա, որը կթույլատրի ալկոհոլ մատուցել մինչև առավոտյան 4-ը ուրբաթ եւ շաբաթ օրերին, նաեւ
որոշ պետական տոների ժամանակ։ Օրինագիծը այժմ վերանայվում է, դեռ հաստատված չէ, նահանգապետ Գևի Նյուսոմը անցած տարի ստորագրեց մեկ այլ օրինագիծ, որը երկարաձգում է ալկոհոլի մատուցման ժամերը մինչև առավոտյան 4-ը միայն Ինգլվուդի Ինտուիտ Դոմ համալիրի համար։ Այսօրվա համար այսքանն էի նախատեսել, շնորհակալություն ուշադրության համար և ցտեսություն։ Շարունակենք քննարկումը, կազմվել է աշխարհի ապրելու տեսանկյունից ամենաթանկ քաղաքների ցուցակը, առաջին հորիզոնականում ավանդաբար Մոնակոն է, այս մասին հայտնում է Time Out պարբերականը, նշվում է, որ այստեղ 100-200 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանների մեկ քառակուսու արժեքը մոտ 39,000 ԱՄՆ դոլար է։ Երկրորդ հորիզոնականում Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքն է, այս քաղաքում նման բնակարանի միջին արժեքը կազմում է մեկ քառակուսու համար 27,500 դոլար։ Վարկանիշի թոփ տասնյակում տեղ են գտել նաև Հոնկոնգը, Լոնդոնը, Փարիզը, Սիդնեյը, Փալմ Բիչը, Մայամին և Լոս Անջելեսը։ Եվ եղանակային կանխատեսումներից առաջ Երևանում հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ։ Մաքրման աշխատանքների արդյունքում միայն Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9000 խորանարդ մետր աղբ։ Քաղաքապետարանն է շարունակում թեման։ Ափերից դուրս եկած դեբետին նախկին հուն վերադարձնելու համար է ծանր տեխնիկան ջուրը մտել։ Անցած տարվա հեղեղումներից հետո Սանահին կայարանին հարող այս հատվածում քարաբեկորներով գետի հոսքը թուլացրել էին, բայց երկաթգծի թունելի ստորին հատվածը պաշտպանելու համար հիմնական ամրացումներ էին պետք։ Դեբետ գետի մասով ունենք ընտրված մի քանի տեղամասեր, որոնք գնահատվել են առավել վտանգավոր հատվածներ։ Սանահինի 3 տեղամասերում ունենք նաև Քոբայր բնակավայրում, Ճոճկան եւ այրում բնակավայրերում նույնպես ունենք հատվածներ, որտեղ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Կառավարության հրատապ ծրագրով Լոռիում հուների մաքրման հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում նաև Փամբակ, Ձորագետ ու Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում։ Ջրային կոմիտեի մասնագիտական հանձնաժողովն էր նախնական ուսումնասիրություններով բացահայտել այն տարածքները, որոնք առավել ռիսկային կարող են լինել հնարավոր վարարումների ժամանակ։ Տեղամասեր կար, գետի հունը աշխատում էր 1/3-ով, այսինքն 2/3-ի չափով քարերով լցված է եղել։ Եկե փակել էր սա։ Դրա համար էլ անես լծես տներս։ 36 տարի Տաշիրում բնակվող Ալեքսանը համանուն գետի մաքրման այս ծավալով աշխատանքներ չի հիշում։ Գետահունի մեջ բուսել էին ծառեր, թփեր, դրան էլ գումարվել էր մարդկանց անփութությունը։ Արդյունքում մայիսյան ջրհեղեղի ժամանակ հարևան ցածրադիր մի քանի տները մոտ 1 մետրով ջրածածկ էին եղել։ Պլաստիկ բուտուկներ, ցելոֆոնները, մեկանարով շպրտում են։ Բնություն ունենց բանավորսինք, ոչ մի բան չի ներում։ Ռիբալովնի հակուսը հակած գնացել է մայիսկան եղել ջուրը։ Հեղեղման ժամանակ ջուրը Տաշիրում վտանգավոր ելքից 2 անգամ ավելին է եղել։ Հիմա միայն այստեղ 6 կիլոմետրից ավելի տարածք է ներառվել հրատապ ծրագրում։ Հունը մաքրում են, ջրաբերուկներն էլ հեռացնում, կուտակում են համայնքի հատկացրած աղբավայրում։ Աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև այս ամսվա վերջ, որովհետև կանխատեսումները այնպիսին են, որ ամսվա ընթացքում տեղումներով պայմանավորված գետի հոսքը շուրջ 2-3 անգամ դեռ ավելանալու է։ Անցած տարեվերջին էլ 230 միլիոն դրամ էր հատկացվել տուժած մարզերի գետերի մոտ 25 կիլոմետրանոց հատվածներում բերուկները մաքրելու համար։ Կառավարությունը սակայն խնդրի համակարգային լուծմանն է հակված։ Միջազգային գործընկերների հետ Լոռիում ու Տավուշում ջրաբանական ուսումնասիրություններով պիտի կազմվեն առաջարկներ անվտանգության մակարդակը բարձրացնելու հստակ լուծումներով։ Գետահուներին հարակից ճանապարհների շինարարությունից մինչև հենապատերի, կամուրջների կառուցում։
Եվ վերջում եղանակի մասին ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 15-ից 16-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային գոտիներում տեղումները դիտվելու են ձյան տեսքով եւ լինելու են բավականին առատ։ Հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում, որտեղ արկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություն բարեբախտաբար չի սպասվում։ Ապրիլի 17-ից 19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-ից 12 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 15-ից 16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ապրիլի 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։